Ասում են բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, անդիմադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղոհացով չգնացինք։ Ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, այտենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են, իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը, օրինակ, ազգային ժողովի նախագահին դիմավորումը փոխխոսնակներից որևիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավար։ Այո, անպայման դիմավորում, ես իրան անձամբ խոսք եմ տվել, երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեց, բայց ո՞նց էիք դուք Տիկին Փելոսիին դիմավորել аэроպորտում, ես ասեցի Տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ, եւ Անիտա Դիմիտրոյին եմ դիմավորել, որտեվ կին էր եւ իմ լավ ընկերն էր եւ Տիկին Մատվիենկոին էլ նույնպես Արդյոք գնալու է Ռուսաստանի դեսպանության հետ օրակարգը Տիկին Մատվիենկոյի արդյոք հստակ է, արդյոք նախատեսվում է այդ սյունի, քանի որ Ռուսաստան հիպատոսություն է այնտեղ ուսումնասիրել։ Ճիշտն ասեմ, նման ինֆորմացիա չունեմ։ Մանրուքների մասնավորապես Լավրովի հանդիպման ժամանակ արտգործնախարարի հայտարարությունից, որ դաշնակցային հարաբերությունները վերախորհրդակցելու հարց Հայաստանը շրջանում։ Սա ինչ է ջերմացման նոր փորձ, հա, ել ավելի այսպես ջերմանալու, թե խնդիրները մնում են, բայց նաև որոշել եք Ռուսաստանի հետ այնուհանդերձ այսպիսի սուր հակամարտության շուրջ։ Այն ինչ որ տեղի անում, կոչվում է նորմալ է։ Այն ինչ որ տեղի է նորմալ է։ Արևմտամետերը, դուք ասում եք արևմտամետները ասում են, չէ, եթե այլ ցանկություն ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ արևմտամետերը ամբողջությամբ կլինեին Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ ենք, ոչ որևիցե բան։ Մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, նրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, ո՞րն է հապկի սահմանը։ Այնուամենայնիվ, ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ հապկի երկրներից մեկն է հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Դրանք չեն լուծվում։ Ճանապարհը ո՞րն է, դրանք թողնել շարունակել։ Չէ, ճանապարհը հետեւյալն է։ Այլ ճանապարհ։ Ճանապարհը հետեւյալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել, միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը, այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, հա, որևիցե երկրից, այնուամենայնիվ լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհն է։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ։ Պետք է քո երկրի շահերը ունենաս։